Այստեղ շատ կարևոր է, որ մենք տարանջատենք, թե ինչ է անում Նիկոլը եւ ինչ իրական իրավիճակ կա։ Հայոց եկեղեցին չունի ճգնաժամ։ Դա Նիկոլը փորձում է մեզ ցույց տալ, որ կա ճգնաժամ եւ դժբախտաբար որոշ քաղաքագետներ, որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ թնջուկին հավելյալ տեղ են տալիս։ Նիկոլը ուզում է ոչնչացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը եւ ինքը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Այդ իսկ պատճառով ինքը համարվում է դավաճան։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ իրեն օգնում են, դա դավաճանում են հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը։ Ընդհանրապես ցանկացած պետության համար ազգային անվտանգությունը եւ քաոսի ստեղծումը կարմիր գիծն է, որը իրենք անցնում են եւ իրենք նշում են, որ իր հասարակություն իրավունք չունի գնա դեպի քաոս։ Հիմա եթե մեկը քաոս է ստեղծում հասարակության մեջ, թե ասենք սոցցանցերում կամ համացանցում կամ տարբեր տեղեր կամ հասարակության մեջ, դա համարվում է թշնամի։ Այսօր այդ գործառույթը իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Եվ դա իրականացնում է կառավարության ամենաբարձր մակարդակով, ուստի իրենք համարվում են թշնամի։ Հիմա մենք չի պիտի այդ թշնամու տերմինոլոգիաներին, այդ թշնամու խոսույթներին տրվենք։ Սա մեկ։ Երկրորդ հերթին, հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն։ 1700 տարվա ընթացքում շատ շատերն են փորձել վերցնել հայոց եկեղեցին։ Սկսենք բյուզանդիական կայսրությունից, մինչև օսմանյան կայսրությունը, մինչև պարսկական կայսրությունը, մինչև ռուսական կայսրությունը։ Ամեն անգամ իրենք ձախողվել են։ Եթե այդպիսի հզոր կայսրությունները ձախողվել են, ինչ է իրենից ներկայացնում Նիկոլը։ Նիկոլը ընդամենը մի ճանճ է, որը ինգնում է ճաշի մեջ եւ փորձում այդ ճաշը փչացնել։ Ինքը դեռ ճաշի մեջ էլ չի ընկել։ Ինքը ասում է՝ տեսեք, ես կինգնեմ եւ կփչացնեմ այդ ճանճը։ Դու ով ես, ինչ ես քեզանից ներկայացնում։ Եվ առավել եւս, այն 10 եպիսկոպոսներ եւ arczepiskopոսները, ովքեր որ իրենց, չգիտեմ, սրբի տեղ են դրել։ Ինչ են իրենցից ներկայացնում։ Իրականության մեջ ոչինչ։ Եվ այս թնջուկը իզուր տեղը աղմուկ են ստեղծում։ Նույն ճանաչողական պատերազմի մեջ կա մեկ մոտեցում, որտեղ ստեղծելով հավելյալ աղմուկ հնարավորություն են տալիս թշնամուն, որ կոտրի տվյալ ժողովրդի, թիրախ ժողովրդի դիմադրողականությունը եւ պաշտպանողականությունը։ Դա են կատարում։